Արդեն 6-րդ անգամ կամերային երաժշտության ազգային կենտրոնը բացօթյա համերգաշարով կյանքի է կոչում ամառային երաժշտական ավանդույթը։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հարակից զբոսայգին առաջիկա ամիսներին կվերածվի մշակութային բացհարթակի, որտեղ կհանդիպեն հայ եւ արտասահմանցի ճանաչված ու սկսնակ երաժիշտները։ Ինչքան որ եղանակը մեզ թույլ կտա, կարծում եմ սեպտեմբեր, եթե եղանակը թույլ տա, նաև հոկտեմբեր ամսին իրականացնենք, նախնական պլանավորումներ ունենք։ Եվ հանդիսատեսի առումով կարող եմ փաստել, որ թե մեր տեղացի հանդիսատեսն է բավականին հետաքրքրված եւ թե մեր երկրում այս ժամանակահատվածում բավականին շատ տուրիստների հոսք կա, տուրիստների շրջանում բավականին հետաքրքրություն կա։ Բացօթյա համերգաշարի նպատակն է երաժշտությունը հասցնել ավելի լայն լսարանի ստեղծելով ազատ եւ անմիջական մշակութային միջավայր։ Համերգներին հնարավորություն կունենան ելույթ ունենալ կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում գործող կամ պարզապես ակտիվ գործունեությամբ երաժիշտները, երաժշտախմբերն ու արտիստները։ Ընտրությունը իրականում կատարում ենք մենք կամերային երաժշտության ազգային կենտրոնի թե մեր գեղարվեստական մասի պատասխանատուի հետ, թե մենք ամբողջ թիմով քննարկում ենք եւ դաշտում տեսնելով այն ակտիվ երաժիշտներին կամ կատարողներին, մենք փորձում ենք նաեւ հնարավորություն տանք, որ այս հարթակը օգտագործվի եւս մեկ անգամ գեղեցիկ ու լավ երաժշտություն լսելու, ընկնդրելու ու իրենց արվեստը վայելելու համար։ Համերգաշարի պաշտոնական մեկնարկը կտրվի հուլիսի 10-ին Կաթիլ բենդի համերգով։ Դրանից հետո յուրաքանչյուր շաբաթ երաժշտասերներին սպասում են նոր համերգային ծրագրեր տարբեր ժանրերի եւ կատարողական կազմերի մասնակցությամբ։ Պիտի ասեմ, որ ավելի լավ է բացօթյա նվագ, քան նվագ դահլիճում, որը նախատեսված չէ ջազ երաժշտության համար, որովհետև ջազ երաժշտությունը ենթադրում է հարվածային գործիքների առկայություն, իսկ հարվածային գործիքները աղմկոտ են եւ վատ, այսինքն ոչ թե վատ, այլ ջազի համար չնախատեսված սրահներում այն աղմուկի է վերածվում եւ հաճախ ունենք այդ փորձը։ Բացօթյա համերգաշարի եւս մեկ անգամ ապացուցում է, որ երաժշտությունը սահմաններ չի ճանաչում, նշում են կազմակերպիչներն ու ընդգծում։ Այն կարող է միավորել տարբեր սերունդների, տարբեր երկրների մարդկանց եւ քաղաքի սովորական զբոսայգին վերածել մշակութային կենդանի հարթակի, որտեղ արվեստը հասանելի է բոլորին։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։